սիրելի մեծիկներ եւ փոքրիկներ։ Եթերում մոլորակի երևակայության օրն է։ Ձեզ հետ էլի մենք ենք Հարավային դպրոցի երկրորդ դասարանցիներս։ Այսօր ոչ միայն խոսելու ենք, այլ նաեւ խաղալու ենք միասին։ Պատրաստ եք։ Ես ձեզ հետաքրքիր հարցեր կառաջարկեմ։ Իսկ դուք մտածեք եւ պատասխանեք։ Սկսեցինք։ Իսկ եթե ձեր պարսակը կարողանար խոսել, ձեզ ինչ կասեր։ Պարսակը կասեր, հերիք է իմ մեջ ամեն ինչ տնես։ Դու վնասում ես իմ մեջքն ու փորիկը, մի քիչ ինձ խնամիր։ Իմ պարսակը կասել, ինձ մաքուր պաղի ու մի վնասի։ Իմ պարսակը ինձ կասեր, քիչ տար ինձ դպրոց, որին չգցես գետնին ու ինչ չկեղտոտես։ Իսկ եթե ձեր կոշիկները գիշերը գնային սպասնելու, ուր կգնային։ Իմ կոշիկները կգնային գիշերը հրապարակ, որպեսզի բահմտոցի խաղային։ Իմ կոշիկները կգնային անտառ կորելու, որ էլ իրենց չհագնեի։ Կգնային լավ կեղտոտվելու, որ ես առավոտյան չկարենայի իրանց հագնեի։ Իմ կոշիկները կգնային իմ մեծ պապիկի տուն ու էլ չեն վերադառնա։ Իմ կոշիկները ինձ կխղճային ու կգնային իրենց նոր տեր գտնեին, որ իմ ոտքերը էլ չճզմեին։ Իսկ եթե անձրևը ջրից չլիներ, շոկոլադից լիներ, ինչ կլիներ։ Մենք մեր բերանները կբացեինք, շոկոլադը կթափվեր մեր բերանները, մենք է կուտեինք։ Բոլորս կպչուն կդառնայինք։ Մարդիկ կմտածեին երկնքից ցեղ էր գալիս, որ արևը դուրս գալ, շոկոլադները կհալվեին։ Կհավաքենք շոկոլադը եւ կտանենք տուն, բաղբաղակ կսարքենք։ Կմտածենք նուտելա գալի վերևից, հացերը կպահենք, որ վրաները նուտելա կսվի ուտենք։ Շոկոլադը կգար եւ մեր մազերին կթափվեր շոկոլադի մազեր կունենայինք։ Իսկ եթե կաթում օդաչու լիներ, ինչ կլիներ։ Ինքնաթիռով դինոզավրերի պոչին կխփեր։ Կատուն ինքնաթիռով մեզ իր տուն կտաներ եւ կհյուրասիրեր կոնֆետներով։ Մկների համար ամպերից պանիր կբերեր։ Կատուն ուժեղ ինքնաթիռը կվարեր, ծիտիկների գլուխը կպտտվեր, ծիտիկները կընկնեին։ Ինքնաթիռում ուտելիքի փոխարեն կատվի կեր կտային։ Մենք այսօր հրաշալի խաղացինք։ Հիշեք, սխալ պատասխաններ չկան, կան միայն հետաքրքիր մտքեր, որոնք պտտվում են մեր գլուխներում։ Ինչ նոր հանդիպում մոլորակի երևակայության աշխարհում։